Ֆրանսիական բեմում հայկական թատրոնի պատմության մեջ առաջին անգամ Սասունցի Դավիթին կերպավորել է աֆրիկացի։ Թատերական էկզոտիկայի հեղինակը ռեժիսոր Սաթե Խաչատրյանն է։ Ընտրությունը կանխամտածված էր, բայց ոչ որևէ մեկին զարմացնելու համար։ Ինձ համար հստակ էր, որ Սասունցի Դավիթը պետք է լինի ոչ հայ դերասան ներկայացնելու համար, նաև ցուցադրելու, ընդգծելու համար, թե որ ինչ աստիճանի է այս կերպարը համամարտկային։ Հայ դերասանների հետ միասին Գվադելուպայից, Մարտինիկայից ֆրանսացի դերասանները պարել են ու երգել Թամզարա, Լուսնյակ գիշեր ու Մշո աղջիկ, իսկ Կոնգոյից Ռոբա Բիասի Բիասին այնպես է մատուցել Մեծ Մհերի ու Դավիթի կերպարները, որ նույնիսկ Էպոսն անգիր իմացող հանդիսատեսին խորթ չթվան։ Ռեժիսորը գոհ է։ Նայելիս կհասկանաք, որ կամ ինքը ինչ-որ կյանքում հայ է եղել, Դավթի հոգին ունի իր մեջ, կամ պարզապես այդքան տաղանդավոր է, որ կարող է մի ամբողջ ազգի հերոսին այդպես ընկալել։ Սա թեատրը թատերախումբը պատրաստվում է շրջագայել Ֆրանսիայի մի շարք քաղաքներում ու եվրոպացիներին պատմել հայկական էպոսի ծուռ ու շիտակ հերոսների մասին, օտար խոսքով ու ժեստով, որպեսզի մշակույթները երկխոսեն։ Հասմիկ Առաքելյան, Արայիկ Սաքոնց, Առաջին ալիք, Վիեն, Երևան։